Երբ սկսվեց բլոկադան, առաջի մի քանի օրերը ինչ-որ բաներ կային, թե հագուստ, թե սնունդ, բայց մի քանի օր հետո խանութներում քիչ-քիչ պակասում էր ամեն ինչ, ամբողջը վերջանում էր։ Ու եկավ մի պահ, որ էդ մի փոքր սնունդն էլ վերջացավ։ Խանութներում չկար հաց, շաքարավազ, ինչ-որ քաղցր ուտելիք, հյութ այլն։ Եղել ա օր, որ մենք արցախցիներս հաց չենք կերել, եղել ա օր, որ մենք ժամերով հերթի ենք սպասել, որ գոնե կես կտոր հաց տանենք տուն, որպեսզի մեր ընտանիքը սոված չմնա։ Եղել ա, որ երեխաները ուշագնաց են եղել ճանապարհին, դպրոցում կամ տանը, ու էդ ամեն ինչը եկել ա հաց չուտելուց, եղել են երեխաներ, որ մահացել են սովից։ Բլոկադայի ժամանակ անջատում էին լույսերը, գազը, ջուրը։ Մենք ուրախանում էինք, որ գազը տալիս էին, որովհետև օրերով գազի երես չէինք տեսնում։ Իսկ երբ եկավ սեպտեմբեր ամիսը ու մենք երեխաներս պիտի գնայինք դպրոց, խանութներում չկար հագուստ, որ մենք գնեինք մեր համար, որպեսզի ճղած շորով չգնանք դասի։ Ու մի օր, երբ ես դասի նստած էի, հանկարծ լսվեց այդ ահավոր պայթյունի դզայնը, ուսուցչուհիս գոռաց ասելով՝ «Արագ իջեք նկուղ»։ Մենք վախեցած ու լացելով իջանք նկուղ, ու միացվեց ամենաթաջ ձայնը, մեծ ու փոքր լացում էին, ոմանց հարազատները հեռու էին տնից, ոմանց հայրերը, եղբայրները, պապիկները դիրքերում էին։ Մենք դպրոցի նկուղում մնացինք մեկ օր, ու էդ մի օրվա գիշերում մենք կորցրեցինք շատ հերոս զինվորների։ Հաջորդ օրը ձայն եկավ ականջներիս, որ այդտեղ մնալն անապահով է։ Մենք բոլոր այդ նկուղում մնացող մարդկանց հետ գնացինք եկեղեցու նկուղ, ձայները մի քիչ դադարեցին։ Մենք այդտեղ մնացինք նույնպես մեկ օր։ Հաջորդ օրը, երբ բոլորս եկեղեցու դիմաց քայլում էինք, թշնամին սկսեց խփել եկեղեցու վրա։ Այդ ժամանակ հայրս ու հորեղբայր գնացել էին մեր տուն, որտեղ գնալն շատ վտանգավոր էր։ Նրանք գնացել էին տուն, որ գոնե ինչ-որ ուտելիք բերեին երեխաների համար։ Այդ ժամանակ, երբ թշնամին նորից հարձակվել էր, մինույն ժամանակ նրանցից մի քանիսը իջել էին մեր թաղ, մեր տների մոտ, հայրս ու հորեղբայրս վազելով ու փառք Աստծո եկան հասան մեր մոտ։ Մենք անմիջապես հավաքվեցինք, գնացինք քաղաքի հյուրանոց։ Երբ վերջապես հասանք այդտեղ, կրակոցները վերջացան։ Թշնամին արդեն հասել էր եկեղեցու մոտ։ Մենք այդտեղ մի կերպ, վախենալով, որ ամեն պահի թշնամին կարա նորից կրակի, կամ մտնի հյուրանոց ու բոլորին սպանի, մնացինք 3 շաբաթ, մինչ ավտոբուսները կուղարկեին Արցախ, որ մենք դուրս գանք։ Շնորհակալ եմ մեր հերոս աղբերներին, որ նրանք իրանց կյանքը զոհաբերելով փրկեցին մեր կյանքը, ու իրանց շնորհիվ ա, որ ես հիմա աթոռին նստած պատմում եմ ողջ դժբախտ եղելությունը։